Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 24-ն է եւ այսօրվա մեր հաղորդման մեջ առաջարկում եմ մի քանի կարևոր հարցերից խոսել, ասեմ, որ հայ-ռուսական հարաբերություններից այսօր, այսինքն այս հաղորդման ընթացքում չենք խոսելու, քանի որ նոր հայտարարություններ չկան Ռուսաստանի կողմից, մենք էլ փորձում ենք adekvat ձևով հլարել իրավիճակը, հարաբերությունները հայ-ռուսական մենք արձագանքում ենք ուղղակի Ռուսաստանից հնչող հայտարարությունների եւ Ռուսաստանի կողմից իրականացվող հակահայկական քայլերի։ Դրա համար այս հաղորդման ընթացքում ոչինչ չկա խոսելու հայ-ռուսական հարաբերություններից եւ առաջարկում եմ կենտրոնանալ այլ հարցերի վրա։ Ասեմ թե որ հարցերի վրա։ Շատ կարևոր հանդիպում է անցկացրել Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը Հայաստանում։ Նա հավաքել է եվրոպական դեսպաններին, եվրոպական երկրների դեսպաններին, դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին եւ խոսել է այնպիսի մի կարևոր հարցի շուրջ, որը որ հիմա կարծում եմ բոլորիս շատ է հետաքրքրում։ Դա հայկական ապրանքների արտահանումն է դեպի Եվրոպա։ Հաջորդ կարևոր թեման, որը որ միանշանակ կապ ունի այս թեմայի հետ, դա այն է, որ Բրյուսելում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել, ես երեք այս մասին խոսել եմ, կան հետաքրքիր նոր մանրամասներ բրյուսելյան այդ հանդիպումից, հաստատի Եվրամիությունը սկսում է բավականին լուրջ ջանքեր գործադրել, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, եւ արդեն հայ-թուրքական սահմանի միջոցով Եվրոպան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Կասպից ծով, այս ճանապարհը լիարժեք կարողանա օգտագործել դեպի կենտրոնական Ասիա ապրանքներ արտահանելու, ստանալ, այսինքն բեռնափոխադրումների համար։ Դրա համար շատ կարևոր աջակցություն է ցուցաբերում Եվրամիությունը։ Այս հարցը նույնպես կքննարկենք։ Կարևոր է նաև քննարկել հիմա Ադրբեջանում մեկնարկող իսլամական կազմակերպության երկրների հերթական հավաքը, որին որ մասնակցում է Թուրքիան, Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահը արդեն հայտարարություններ է արել Հայաստանի մասով։ Այնտեղ է գտնվում նաև Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Նրանց բացի հայտարարությամբ է հանդես եկել նաև Իլհամ Ալիևը, փորձելով Հայաստանից եւ Եվրոպայից սարքել թշնամի իսլամական աշխարհի համար ձևով, բայց նույն ժամանակ բավականին էլ հստակ հայտարարություններով է հանդես եկել Ալիևը։ Դա եւս մենք պետք է փորձենք հասկանալ։ Մնացած հարցերը արդեն միջազգային հարցերն են, որոնց որ նույնպես կանդրադառնանք Իրան եւ Ուկրաինա։ Կա նաեւ շատ կարևոր մի հարց, որը որ վերաբերվում է հայ-իրանական հարաբերություններին։ Երեք էլ շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում, այս հարցը նույնպես չպետք է բաց թողնենք մեր այսօրվա քննարկումից, քանի որ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարարի հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ Իրանի դեսպանը եւ քննարկման հիմնական թեման եղել են ճանապարհները, լոգիստիկ ճանապարհները, ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Իրանում, որովհետեւ շատ կարևոր տարանցիկ հիմա ճանապարհ է դառնում Հայաստանը, երբ Իրանի վրայից պատժամիջոցները հանվում են։ Այս հարցերը առաջարկում եմ քննարկել, սակայն նախքան դա անպայման կրկին հիշեցնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ բաժանորդագրվելու մասին, ովքեր որ դեռևս չեն բաժանորդագրվել, վերջին օրերին մի փոքր ակտիվացել են բաժանորդագրությունները, անչափ շնորհակալ եմ։ Լայքերը նույնպես շատ ակտիվ են, մեկնաբանությունները, ինչպես նաև տարածումները։ Հստակ մենք այդ ամենը նկատում ենք, գնահատում ենք եւ մեծապես շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկին, ով որ լայքում է, բաժանորդագրվում է կամ բաժանորդագրվել է կամ մտադիր է բաժանորդագրվել, ինչպես նաև ով որ մեկնաբանում է եւ տարածում է։ Ինչապ շնորհակալ եմ։ Բնականաբար շնորհակալ ենք նաև դիտումների համար։ Սկսում ենք։ Եվ ինչպես արդեն նշեցի, երևի ճիշտ կլինի սկսել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից
Եվրամիության դեսպանների հետ, հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարների հետ, ինչպես նաև ժամանակավոր հավատարմատարների հետ։ Հիմնական թեման հայկական ապրանքների փոխադրումն է դեպի Եվրոպա, այսինքն հայկական ապրանքների արտահանման հնարավորությունը եւ բնականաբար դրա ընդլայնման հնարավորությունը, քանի որ մենք տեսանք, որ հայկական ապրանքների առաջին փոքրիկ խմբականակը հասավ անխոչնդոտ Եվրոպան ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը չունենա խնդիրներ, հիմա արդեն պետք է հասկանանք, թե ինչպես ենք ընդլայնում առևտուրը եվրոպական երկրների հետ Ռուսաստանի կողմից հայտարարված էմբարգոյի պայմաններում։ Դրա համար այս կարևոր հանդիպումը կազմակերպվել էր Եվրամիության դեսպանների հետ եւ այդ հանդիպման ընթացքում Պապոյանը շատ հստակ, շատ ավելի մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ծրագրերը եւ ներկայացրել է, որ հայկական ապրանքները արժանանում են ամենաբարձր չափանիշներին, որ հայկական ապրանքները ունեն global gap վկայականը համաշխարհային, պես նաև մյուս բոլոր անհրաժեշտ հավաստագրերը նույնպես, այսինքն համապատասխանում են ամենաբարձր որակի։ Պապոյանի խոսքերով մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնեսի միջավայրի բարելավման եւ որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպական գնորդների հետ, ասել է նախարարը, եւ սա չափազանց կարևոր ուղերձ է Եվրամիության դեսպաններին, գիտեք, ֆոն դեր Լայենի այցն է նախատեսվում Հայաստան եւ հիմնական թեմաները սրանք են լինելու, ամենակարևոր կարծում եմ հարցը լինելու է հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա։ Եվ ինչպես նաև նախորդ հաղորդումների ընթացքում ես նշել եմ, հայկական ապրանքները շատ քիչ են իրականում։ Եվրոպական շուկան շատ ավելի մեծ է, քան ռուսական շուկան, եւ հայկական ապրանքների ոչ միայն որակն է պետք բարելավել, Պապոյանը վստահեցնում է, որ արդեն բարելավել է, ես կարծում եմ, որ ելի աշխատանք կա անելու այդ ուղղությամբ, շատ լավ է, որ բարելավել է, միանշանակ ելի աշխատանք կա անելու այդ ուղղությամբ, եւ դրանից բացի ապրանքի որակի հետ միասին մենք պետք է մտածենք նաև արդեն քանակի մասին, քանի որ Եվրոպայի շուկան շատ ավելի մեծ է, քան ռուսական շուկան։ Բնականաբար այդտեղ կրկին քննարկում են լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև այլ հարցեր, բայց այն, որ արդեն նման հանդիպումներ տեղի ունենում ու շատ հաճախ, այսինքն հիմա Գևորգ Պապոյանը հավաքել է դեսպաններին, մենք տեսնում ենք նախարար Դավիթ Խուդությանի այցը Բրյուսել եւ այնտեղ էլ փաստացի նույն թեմաներն են։ Դրանից առաջ Արարատ Միրզոյանն էր գտնվում Եվրոպայում, հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենն է գալիս։ Դրանից էլ առաջ ընտրությունների ժամանակ, ընտրություններից առաջ եւ հետո տեսանք եվրոպական բարձր ներկայացուցիչների հայտարարությունները, Մարտակոսի հայտարարությունը, Կայա Կալասի հայտարարությունը, այսինքն ակտիվ գործընթաց է սկսվել, նաև աշխատանքային խումբ է ստեղծվում եւ այս ամենը մեզ հստակ հուշում է, որ Հայաստանի իշխանությունը ակտիվ աշխատանք են սկսել տանել, քանի որ հասկանում են, թե եթե նման աշխատանք չտարվի, ապա ինչ խնդիրներ կունենա Հայաստանը եւ Հայաստանի տնտեսությունը։ Եվ շատ լավ է, հրաշալի է, որ Եվրոպայից նույնպես ընդառաջում են հայկական խնդրանքներին, հայկական դիմումներին։ Ինչպես արդեն նշեցի, Դավիթ Խուդությանը գտնվում էր Բրյուսելում։ Մենք եկել ենք խոսել, որ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպում է տեղի ունեցել, դրանից առաջ նաև ասել եմ այն մասին, որ Մարտակոսը շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Հայաստանի կարևորության մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ, որ Հայաստանով հիմա Եվրոպան գնում է դեպի Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա, ավելի ճիշտ է այդպես ասենք։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ է անում Եվրոպան։ Կոնկրետ հայտարարություն, Եվրոպական միությունը մտադիր է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Թուրքիան եւ Հայաստանը կապող ռազմավարական ախորիկայան եւ մարգարակայան մայրուղիների զարգացմանը։ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը
Եվ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Բրյուսելում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Սա այս թեմայի շրջանակներում է։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, Եվրոպական հանձնաժողովը գիտենք, շատ կարևոր որոշումներ է կայացնում, կոնկրետ այս հարցում կարող է մեզ բազմաթիվ հարցերով օգնել եւ առանց Եվրոպական հանձնաժողովի որոշումների բնականաբար մենք ոչինչ չենք կարող անել։ Եվրոպական ներդրումային բանկը բարձ է, որ եթե Եվրոպական ներդրումային բանկի մասին է խոսքը, ապա այստեղից բարձ է դառնում, որ ապագայում Եվրոպան կարող է բավականին լուրջ ներդրումներ անել այս ճանապարհի մեջ։ Դեռևս նշվում է, որ խորհրդատվական աջակցություն է Թուրքիային եւ Հայաստանին սահմանի բացման հետ կապված, բայց հստակ է ակնարկը, որ ապագայում լիարժեք աջակցություն է ցուցաբերելու Եվրոպան այս հարցում։ Բրյուսելում ստորագրված այս հուշագիրը նախատեսում է աջակցություն, ինչպես արդեն նշեցի, Ախուրիկ կայան եւ Մարգարա կայան ռազմավարական ճանապարհի ուղղությունների նախապատրաստական աշխատանքների համար, որոնք որ կապելու են սահմանի անցակետը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցի հետ։ Այս մասին արդեն տեղեկացնում է Դավիթ Խուդությանը։ Սա հայ-թուրքական ուղղություններ դեպի Եվրոպա, բայց կա մեկ ուրիշ ուղղություն, հայ-իրանական ուղղությունը, որը որ նույնպես ճանապարհ է դեպի Եվրոպա։ Եվ այստեղ էլ մենք ունենք շատ կարևոր հաղորդագրություն, որը վկայում է այն մասին, որ Իրանի ուղղությունը նույնպես մեծ ուշադրության է արժանի։ Հայկական կողմի համար, ինչպես նաև Հայաստանը մեծ ուշադրության է արժանի Իրանի համար, եւ հայկական կողմը վաղուց էր նախապատրաստվել, որ Իրանի վրայից պետք է հանվեն պատժամիջոցները։ Այս մասին խոսում էր դեռևս ակնարկներով Հարաթ Միրզոյանը հանդիպելիս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հիշում եք օդանավակայանում նրա հայտարարությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ պատերազմը կարծես ավարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, կրկին չեմ ուզում շտապել։ Աշխարհում ոչ մեկ չի կարող հստակ 100%-ով ասել, թե պատերազմը ավարտվել է, բայց փաստ է այն, որ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բանակցությունները ընթացել են Շվեյցարիայում, ճիշտ է, կան բարդություններ, եւ այդ բարդությունների մասին մենք խոսել ենք, դա լրիվ այլ թեմա է։ Մեկ բան փաստ է, արդեն Հորմուզի նեղուցը բաց է, Հորմուզի նեղուցը ավելի ու ավելի ակտիվանում է օրեցօր, եւ դրանից բացի սահմանափակումները Իրանի նկատմամբ վերանում են։ Այս 60 օրերի ընթացքում Իրանին թույլ է տրվելու վաճառել նավթը եւ գազը, եւ սահմանափակումները, պատժամիջոցները հանվում են այս պահին Իրանի վրայից, դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ թույլ է տալու որոշ գումար, կարծես 12 միլիարդ դոլար վերցնել Իրանի պահոստային այդ ֆոնդից, որը որ պատժամիջոցների տակ էր, սառեցվել էր, եւ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ չէ, որ Իրանին տրվի 12 միլիարդ դոլար։ Բայց վերադառնանք Երևանյան հանդիպմանը։ Ես այս մասին խոսում եմ, որ ավելի լավ պատկերավոր հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն Երևանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի միջև սահմանի թողունակության բարձրացմանը ուղղված հարցով քննարկում։ Եվ այդ հարցով կոնկրետ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Եվ ահա այդ աշխատանքային խմբի նիստն է տեղի ունեցել Երևանում, իրանական եւ հայկական կողմի միջև։ Կարևոր է այստեղ նշել, որ աշխատանքային խումբը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, իսկ իրանական կողմից Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Ռեզա Աքբարին։ Այդ հանդիպման օրակարգում ներառված էին ճանապարհային վիճակին վերաբերող հարցերը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, սահմանային անցակետի գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև արդեն նշեցի ճանապարհի թողունակության բարձրացման հարցը, որը որ ամենակարևորներից մեկն է։ Այսինքն այսօրվա ճանապարհային թողունակությունը ավելի փոքր է եւ ցածր, բնականաբար այդ ճանապարհով դժվար է Իրանից դեպի Եվրոպա ինչ-որ մի բան արտահանել։ Այդտեղ ոչ միայն Իրանն է, Վաղկամյանը, Հնդկաստանը եւ էլի այլ երկրներ, եւ սա շատ կարևոր ճանապարհ է
այլընտրանքային ճանապարհ ռուսական հյուսիս-հարավ հասկացողությանը, որը որ պետք է անցնի Ադրբեջանով։ Չէ, լսել եք ռուսական ծրագրի մասին, որը որ Հնդկաստանով, Իրանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան է բարձրանալու։ Սա այլընտրանքային շատ կարևոր ճանապարհ է, որը որ գնալու է Եվրոպա, Հայաստանով։ Եվ դրա համար ստեղծվել է այդ աշխատանքային խումբը եւ այդ հանդիպումը տեղի ունեցել Երևանում, այդ հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի դեսպանը Հայաստանի Հանրապետության մեջ։ Այսինքն երկու ուղղությամբ Հայաստանը շատ կարևոր աշխատանք է տանում։ Ամենայն դեպս հաղորդագրություններից մենք այդպես ենք հասկանում։ Ակտիվությունը կա եւ ես հորդորում եմ հայկական կողմին, որ ավելի ու ավելի շատ փորձենք ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները, թե Իրանի ուղղությամբ եւ թե Թուրքիայի, Եվրոպայի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Եվրոպայի ուղղությամբ շատ ավելի ակտիվ ենք, բայց Իրանի ուղղությամբ մի փոքր ավելի пассив եւ պետք է ավելի ակտիվանանք, քանի որ վաղը կարող է լրիվությամբ հանվեն պատժամիջոցները Իրանի վրայից եւ այնպես չստացվի, որ այդ նախաձեռնությունը մեր ձեռքից խլի նույն Թուրքիան կամ Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ իրանական կողմը հակված է, որ այդ ճանապարհը անցնի Հայաստանով։ Մենք էլ պետք է լուրջ աշխատենք այդ ուղղությամբ։ Հիմա առաջարկում եմ անդրադառնալ Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթումլուշի հայտարարությանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, որը որ ինքը արել է Բաքվում, ինչպես արդեն նշեցի, Իսլամական համագործակցության կազմակերպության հավաքն է տեղի ունենում Բաքվում եւ մի շարք հայտարարություններ են հնչել Բաքվում։ Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին եւ հույս ունի, որ այս գործընթացը կհանգեցնի երկարատև խաղաղության։ Սակայն մենք տեսնում ենք նաեւ Ալիևի հայտարարությունը, որը որ հեչ իմ դուրը չեկավ, եւ առանց ցիտելու Ալիևին կարճ ասեմ, թե ինչ է ասում Ալիևը, ասում է, որ այն ինչ իրենք ականատես են եղել Ադրբեջանի օկուպացված տարածքներում, օկուպացված տարածքներ ինքը անվանում է Արցախը, մեր պատմական Արցախը, ասում է հուշարձանների հետ ինչ որ տեղի ունեցել, բնականաբար դա սուտ է։ Մենք գիտենք, որ հայկական կողմը շատ զգուշավոր է միշտ եղել ադրբեջանական հուշարձանների նկատմամբ, բայց Ալիևը այդ ամենը ներկայացնում է թե իբր օկուպացված տարածքներում, այսինքն Ալիևը ուզում է ասել, որ վանդալիզմ է տեղի ունեցել իսլամական հուշարձանների նկատմամբ, իսլամաֆոբիայի արդյունք է դա, եւ հետո նաեւ փորձել է կապնել Եվրոպական խորհրդին, Եվրոպական խորհրդարանին, ասում է, որ այնտեղ էլ այնպիսի որոշումներ են կայացվում, այնպիսի հայտարարություններ են արվում, որ դրանք էլ իսլամաֆոբիայի դրսևորումներ են։ Ալիևը փաստացի մահմեդական աշխարհը փորձում է հանել Հայաստանի եւ Եվրոպայի դեմ։ Զգուշորեն, հանգիստ, բայց վստահ այդպիսի հայտարարություններ է անում։ Պարզ է, որ Ալիևի սրտով չեն Եվրոպական խորհրդի հայտարարությունները, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունները տարբեր կառույցներ են, բայց ինքը ընդհանուր Եվրոպան մեղադրում է իսլամաֆոբիայի մեջ, քանի որ Եվրոպան միշտ մերկացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, որպեսզի իր վրայից քերի հակահայկական քաղաքականությունը, ինչ պետք է անի Ալիևը, պետք է լավ կանգատվի իսլամական մահմեդական երկրների առջև, թե դա իսլամաֆոբիայի դրսևորում է։ Եվրոպայի դեմ տրամադրելով մահմեդական աշխարհը, ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Հայաստանի։ Այստեղ էլ մենք համոզվում ենք, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ չերել կարող, բայց լավ լինել։ Այնպիսի սուր երկարատև կոնֆլիկտ է եղել մեր եւ Ադրբեջանի միջև, որ այսպիսի դրսևորումները չեմ կարող ասել նորմալ են, բայց սպասելի են։ Սպասելի էին եւ սպասելի են։ Դեռևս շատ երկար ճանապարհ պետք է անցնի Ադրբեջանը եւ Հայաստանը, որ այդպիսի հայտարարություններ մենք չլսենք։ Եթե ընդհանուր
ընդհանուր մեծ պոզիտիվ դինամիկան շարունակվի, բնականաբար ես հույսով եմ, որ ապագայում տարեց տարի այսպիսի հայտարարությունները կնվազեն եւ կչեզոքացվեն։ Չնայած Հայաստանը բավականին մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այդ ամենը վերացվի։ Տեսնում ենք, որ Ադրբեջանում դեռևս այդ ամենը լիարժեք չի վերացվել։ Այդ պետք է մենք հետևողականորեն աշխատենք նաև այդ ուղղությամբ, կողքից էլ աշխատենք նաև նույն մահմեդական երկրների հետ, ապացուցելու, որ այնինչ ասում է Ալիևը, անհիմն է, անհիմն պնդումներ են։ Եվ մենք միշտ էլ հայտարարել ենք, որ Արցախյան հակամարտության մեջ երբեք չի եղել կրոնական մաս, այսինքն կրոնական բաղադրիչը այդտեղ միշտ էլ բացակայել է, չի եղել կրոնական ատելության հողի վրա կոնֆլիկտ Ադրբեջանի հետ։ Եթե մենք էլ նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հիմա տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հռչակել է ամբողջ աշխարհում քրիստոնեության պաշտպան, այդ դերակատարությունն է իր վրա ստանձնել, ապա մենք էլ կսկսենք աշխատել, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն Դոնալդ Թրամփի հետ կոնկրետ այդ ուղղությամբ։ Ինչպես նաև Եվրոպայի հետ բանակցելիս նույնպես մեր ուշադրությունը իրենց ուշադրությունը կսևեռեինք Ադրբեջանի քաղաքականության վրա, ներկայացնելով այն քրիստոնեության նկատմամբ կամ քրիստոնեական Հայաստանի առաջին քրիստոնյա երկրի նկատմամբ ատելության դրսևորում։ Եվ հետևաբար, քանի որ մենք դա չենք անում, իսկ Ադրբեջանը անում է, մենք պետք է պայքարենք դեմ, պայքարենք բնականաբար քաղաքակիրթ ձևով, հակառակը ապացուցելով մահմեդական աշխարհին։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին։ Իրանը Օմանի հետ միասին քննարկում է ապագայում Հորմուզի նեղուցով անցնող նավերից փող վերցնելու հարցը։ 60 օր, ես որքան հասկանում եմ, ոչ մեկից ոչ մի կոպեկ չի վերցնելու Իրանը ըստ պայմանավորվածությունների, բայց այնուամենայնիվ, որքան տեսնում ենք, Իրանը չի հրաժարվել այդ ծրագրից եւ Օմանին նույնպես ցանկանում է ներքաշել այդ ամենի մեջ։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները, որը որ մեզ հուշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին, Միացյալ Նահանգները հստակ դեմ են այդ գաղափարին, չնայած Թրամփը մեկ այնպիսի հայտարարություններ անում, որ կարծես ինքն էլ է կողմ, որ փող վերցնեն բոլոր նավերից։ Տեսնենք թե այս ուղղությամբ ինչպես կընթանան բանակցությունները, բայց մեկ հետաքրքիր տեղեկություն էլ ստանում ենք կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հատկապես Սենատից այն մասին, որ Սենատը որոշում է կայացրել, որոշում է ընդունել, որը որ սահմանափակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները Իրանի մասով պատերազմ վարելու։ Իմիջիայլոց մի քանի հանրապետականներ միացել են կոնգրեսականներին եւ դրա պատճառով այդ որոշումը կարողացել է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը, Թրամփը արդեն կատաղել է, հայտարարություններով է հանդես եկել, ասելով, որ ես միևնույն է կհասնեմ իմ նպատակին, կանեմ ինչ անելու էի, դուք ընդհանրապես դժվարացնում եք, բարդացնում եք իմ աշխատանքը եւ դա անում եք այն ժամանակ, երբ որ մենք արդեն Իրանին, ուզում եմ ասել, հաղթանակ տարանք Իրանի նկատմամբ, ծնկի բերինք, այսինքն նման ոճի կրկին հայտարարություններ, իսկ Սենատը այդպիսի որոշումներ է կայացնում։ Բայց ես որքան հասկանում եմ, որ այդ Սենատի որոշումը պետք է ստորագրի ինքը Թրամփը, որ այն մտնի լիարժեք ուժի մեջ եւ նման բան դժվար թե Թրամփը անի։ Ուկրաինայի մասով պարզ է դառնում, որ G7-ի հավաքի ընթացքում որոշում է կայացվել Ուկրաինային տրամադրել 6.6 միլիարդ դոլար ռուսական ակտիվների եկամուտներից, որոնք որ սառեցված են, գիտենք, եւ ընդհանուր ֆինանսավորումը այդ ռուսական սառեցված ակտիվներից արդեն հասել է 45.5 միլիարդ դոլարի։ Հենց բացի նոր տեղեկություններ ունենք կրկին Ղրիմից, որ Ուկրաինան այս գիշեր նույնպես շատ ցավոտ հարվածներ է հասցրել Ղրիմին, բայց ոչ միայն Ղրիմում իրավիճակը բարդ, այլ նաև Ռուսաստանի այլ շրջաններում, բազմաթիվ շրջաններում հայտարարվում է վառելիքի պակասի մասին, իսկ Ղրիմում իրավիճակը շատ ավելի բարդ է
Վերջին տվյալներով այս գիշերվա ընթացքում Ուկրաինան կրկին կարողացել է ոչնչացնել ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմում, հատկապես Կերչի շրջանում բազմաթիվ հակաօդային պաշտպանություն է խոցել Ուկրաինան։ Նախնական տվյալներով խոցվել է 4 անգար ինքնաթիռային սարքավորումների, դրանից բացի 2 S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է խոցել Ուկրաինան այս գիշերվա ընթացքում, ինչպես նաև 2 Panzer S1 համակարգ։ Եվ ինչպես արդեն նշեցի, սրանք ընդհանրապես նախնական տեղեկություններն են։ Կարծում եմ օրվա ավարտին մենք ավելի լիարժեք պատկեր կունենանք, թե ինչ է տեղի ունենում ռուս-ուկրաինական ճակատում եւ հատկապես Ղրիմում։ Այս պայդարությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։